Amen.
ապրեցին, նեղության ծնհամբերեցին, լուսեղեն և երկնային անդարան վսագած արժանի եղեն, աղոթյուքնոցա և արևոսության մեծ ողորմեսի, ամենակալ Տեր Աստված մեր կեցո է ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, որ պսակես սուրբ հսկով և արնես կամս երկյուղացած քոց և նայիս սիրով և քաղցրությամբ արարած հսկով, լուր մեզ երկնից սրբութենեքո, բարեխոսությամբ սուրբ Աստվածածնին և աղաչանոք ամենայն սրբոց և սրբոց նահատակացը, որ կատարեցան հնդացս հայոց ցեղասպանության, վասն հավատո և վասն հայրենյաց, լուր մեզ Տեր և ողորմյա, ներյա, քավյա և թողս մեղս մեր, արժանավորյա գողության փառավորել, ըստ քեզ ընթորդվո և ընթոքվույ ցրկով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, արդեն 110 տարի է անցել օրվանից, երբ որ մեր հարևան, մեր թշնամի, մեր դահիճները մի օր որոշեցին, որ պիտի արևմտյան Հայաստանը դատարկեին այլևս հայերից։ Սրա համար նախ առանձին նախ զորակոչեցին երիտասարդներին, նրանց առանձին տարան մահվան դատապարտեցին, հետո մյուս տղամարդկանց զինակոչեցին, նրանց էլ առանձին անապատներում տարան ոչնչացնելու, հետո մնացել էին արդեն երեխաները, կանայք և տարեց մարդիկ։ Հիմնականում սիրելի ժողովուրդ, ցեղասպանություն կարողացան կատարել այդ մեծ պետությունը, այդ զինված պետությունը կանանց, երեխաների և ծերերի հանդեպ։ Նրանց տարբեր պատրվակներով, թե իբրև արևմտյան Հայաստան այլևս ապրելու համար վտանգավոր էր, այնտեղից պիտի տեղափոխեին ավելի ապահով վայրեր և ճանապարհը դեպի Դերձոր պիտի ձգվեր, որ այնքան երկար էր, որ պիտի ճանապարհի վրա մարդիկ մահանային։ Չնայած որ իր ամբողջ զինանոցը գործի էր դրել թուրքական այդ կայսրությունը, բայց չկարողացան, տեսնում ենք, որ այդ կանանց և երեխաների հանդեպ իրենց վճռագործությունը չկարողացան մինչև վերջ կատարել։ Այսօր մեր ձեռքին ունենք անմորուքները, որ երեխաների մոտ են, այդ անմորուքների վրա վառ ապացույցը կա, խորհրդանիշերը կան նրանց, որ Հայաստանը ոչ միայն դուրս եկավ արևմտյան Հայաստանից, ոչ միայն չմոլորվեց, այլ նաև սփռվեց 5 մայրցամաքների վրա և այնտեղ սկսեցին կայանալ նորից իրենց կրթությունը, իրենց մշակույթը, լեզուն և կրոնը կարողանում են պահել ու պաշտպանել։ Գիտեք, որ թուրքական ծրագիր կար թողնեին Մեքքայ թանգարանների համար, բայց Աստվածաշունչը գեղեցիկ ասում է, որ ինչպես որ ցորենը ընկնում է հողի մեջ, մինչև որ չմեռնի, չի բուսնի և արդյունք չի տա, այդպես էլ կարծես թե ցեղասպան մեր ժողովուրդը դուրս գալով արևմտյան Հայաստանից մահվան ճանապարհով գնաց, աճեց, բազմացավ և լցրեց 5 մայրցամաքները իր 12 շողերով հանդերձ, սեղանասյուներով հանդերձ կարողացավ այսօր նորից վեր հանել։ Այնքան սիրելի ժողովուրդ, որ տարբեր երկրների մեջ ապրող մեր հայ ժողովուրդը արդեն պահանջատեր է 110 տարի առաջ տեղի ունեցած այդ վճռագործության, որ անվանեցինք ցեղասպանություն։ Մենք մեր նախնիների հաջորդներս, ժառանգներն ու զավակները պահանջատեր ենք նրան, որ մեր նախնիները բռնի ուժով են տեղահանվել այնտեղից և տեղահանվել են կրոնի, հավատքի և լեզվի համար, որովհետև հայ էին և քրիստոնյա էին։ Սրանք պահելու համար մեր նախնիները չհամաձայնվեցին մնային արևմտյան Հայաստանում և կրոնափոխ լինեին։ Գիտեք, այն ժամանակ էլ առաջարկներ կար,
նույն իշխանության կողմից, որ մնային այդ տարածքներում ապրեն, իբրև թե հարմարավետ, իբրև թե բերի եւ ուրանային կրոնը։ Մեր նախնիները ընտրեցին այս ճանապարհը դուրս գալ Արևմտյան Հայաստանից եւ այսօր տեսնում ենք, որ այդ բարեկեցիկ ապագա է տվել նրանց զավակներին։ Մեր զավակները այսօր աշխարհասփյուր, ուր որ կան, ամեն մեկտեղ, երբ որ մի գիտնական ենք ունենում, մի արհեստավոր ենք ունենում, մի գիտական աշխատող ենք ունենում, վկայում է մեկ անգամ եւս, որ թուրքական իշխանությունը ձախողեց իր ծրագրի մեջ։ Տարբեր նկատառումներով, սիրելի ժողովուրդ, Տերզորի ճանապարհի վրայի հայերին սպանում էին։ Պատճառներից մեկը այն էր, թե իբրև երբ որ հայերը դուրս էին գալիս Արևմտյան Հայաստանից, իրենց հետ թաքցրած դուրս էին բերում նաև այնտեղի հարստությունները, ոսկեղենը։ Թուրքական իշխանությունը իբրև թե իրանց զինվորներին հրամայել էր, որ գտնեին այդ գողոնները եւ վերադարձնեին թուրք երկրին։ Իսկ այդ գողոնները իբրև թե մեր ժողովուրդը պահել էին իրենց մարմնի մեջ։ Դրա համար մասնատում էին, կտրատում էին մարդկանց, որպեսզի գտնեին այդ գողոնը եւ վերադարձնեին։ Թերևս այսօր գետմեկուշ թուրքական թանգարանների մեջ չկա, թե սա ցեղասպանության գողոններից է, որ վերադարձրել ենք երկրին։ Ուրեմն սիրելիներ, ինչ որ մտածեց թուրքական այդ իշխանությունը, այսօր տեսանք, որ ձախողել է։ Բայց մայրիկ, ախր չէ, որ մենք ապրում ենք Վրաստանի ջավախներն աշխար գորման գյուղում, ոչ թե մեր հայրենիքում։ Ինչի այդպես եւ ինչու բացատրես։ Հիմա իմ սիրուն բալիկներ, եկեք այստեղ ես ձեզ կպատմեմ մեր հայրենիքի տարը ճակատագրի մասին, եւ դուք կհասկանաք, թե ինչու ենք մենք հայրենիքից հեռու։
եղավ 110 տարին ինչ Օսմանյան կայսրությունում կազմակերպված կատարվեց հայոց մեծ եղերնը, որը որակվեց աշխարհի շատ երկրների և կազմակերպությունների կողմից որպես ցեղասպանություն, գենոցիդ։ Ապրիլի 24-ին հայ դավաճանի կողմից ցուցակագրված 235 մտավորականների 1915 թվականի հենց այսօրը այդ դավաճան հայի կողմից ցուցակագրված 235 հայ մտավորականներ, ովքեր մեկ գիշերվա ընթացքում ձերբակալվեցին և մահապատժի ենթարկվեցին։ Բացի դրանցից հաջորդ օրերում նույնպես կատարվեց մտավորականների որս, մոտավորապես 600 հայ նշանավոր մարդիկ և հոգևորականներ։ Այս քայլով Օսմանյան կայսրության ղեկավարները հայ ժողովրդին զրկեցին կազմակերպողի հաջորդ քայլը եղավ զինվորագրված հայ երիտասարդներին, ովքեր բանակ զորակոչեցին և ոչնչացրին։ Երրորդ քայլը տեղի ունեցավ, երբ մնացած անզեն ծերեր, երիտասարդներ և կանայք, մնացած անուշ ժողովուրդ, ովքեր այլևս պաշտպանելու և կազմակերպելու միջոցներ չունեին, աստիճանաբար ջախջախվեցին և ոչնչացվեցին։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այս ոճրագործությունը որակվեց ցեղասպանություն, հետագայում 1945 թվականից հետո, երբ հաստատվեց այդ տերմինը։ Հայոց ցեղասպանությունը նշանակված է 1915 թվականից մինչև 23 թվականը, 1923 թվականը թուրքական հանրապետության հռչակումը, բայց այն կազմակերպվել է դեռ 19-րդ դարի վերջին, երբ Աբդուլ Համիդ Սուլթանի, որին անվանում էին Արյունոտ Սուլթան, 1895-96 թվականներին մոտավորապես 300,000 հայ ոչնչացվեց։ Այսինքն թուրքական հայասպան այդ ծրագիրը պլանավորված էր պետական մասշտաբի, որը երկար տարիների ընթացքում մշակվել էր և իրագործություն դարձավ մինչև 23 թվականը։ Ասեմ, որ ժողովուրդ ջան, 1918 թվականին, երբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, արդեն Օսմանյան կայսրությունը փլուզվել էր։ Երիտասարդ թուրքերի կողմից Թալյատ, Էնվեր, Ջեմալ, Բեայեդին, Շեքիր, Նազմ Բեյ, այս գլուխուտող ջարդարանների կողմից իրականացված հայերի ջարդը ստիպված թուրքերը Ռուսաստանից, Անգլիայի և Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի, Օսմանյան Թուրքիան այլևս չկար, որի արդյունքում ճանաչվեց հայոց ցեղասպանությունը որպես գենոցիդ, որպես ոճրագործություն կատարված իրողություն։ 1,5 միլիոն, բայց այն ավելի շատ էր ընդգրկված, քանի որ 1920 թվականին թուրքական ժամանակավոր կառավարությունը ընդունել էր ցեղասպանությունը արդեն և Հայաստանի սահմաններն էր ճանաչել 150,000 քառակուսի կիլոմետր, վախենալով անդանդայի երկրներից Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ստիպված ճանաչեց այն, բայց հերակա դատապարտեցին երիտասարդ թուրք կառավարիչներին, հերակա դատապարտեցին, բայց իրենք փախած էին, հայ վրիժառուների կողմից բոլորը ոչնչացվեցին։ Հետ չենք անդրամասնում ով որտեղ ինչպես։ Մենք այսօրվա մարդիկ, երիտասարդներս, ժողովուրդս
մեր ուսերի վրա պարտականություն պետք է զգանք, որ այս ամենը սերունդ առ սերունդ փոխանակենք, փոխանցենք։ Մենք պետք է սքանք հայոց այդ ոչրագործության համար, բայց միևնույն ժամանակ նաև զուգահեռաբար պետք է զարգանանք, բարգավաճենք, ծլենք, ծաղկենք, շատանանք։ Թուրքը ուզում էր, որ մեկ հայ թողներ, բայց այսօր աշխարհում մեկ սփռված հայություն կա, որոնք պայքարում են իրենց այս ամբողջի արդարության համար։ Հարգելի գոբանցիներ, հարգելի հյուրեր, ժողովուրդ ջան, այսօր աշխարհի շատ երկրներ, միջազգային կազմակերպություններ, առանձին երկրամասեր, օկրուգներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը որպես գենոցիդ։ Ասեմ, որ ժամանակակից Թուրքիայում ապրող շատ թուրք մտավորականներ, ինչպիսիք են օրինակ Ֆեթի Էրչետինը, Այրիսլին, Օրհան Փամուկը, Ջեմալի որդին, Հասան Ջալալը, որը եկավ ցեղասպանության Երևան ցեղասպանության ծիծեռնագաբարդ եւ ծնկի չոքեց եւ ներողություն խնդրեց հայերից։ Թաներ Ակչամը, թուրք մտավորական, որ այսօր հենց հիմա գտնվում է ծիծեռնագաբերդում։ Այս թուրք կարող եմ թվարկել մի քանի տասնյակ թուրք նշանավոր մարդկանց, մտավորականներ, ովքեր եւ այսօր պայքարում են, որպեսզի թուրքական իշխանությունները այսօրվա ճանաչեն ցեղասպանությունը։ Հարգելի ժողովուրդ, մեր պարտքն է չմոռանալ այսօրը գոնե սքան եւ միևնույն ժամանակ հավերժ չէ, կյանքը շարունակվում է եւ մենք պետք է որպես հայ զարգանանք եւ պայքարենք, տնտեսապես զարգանանք, քաղաքականապես զարգանանք, կերթվենք, լավ բարձրագույն կրթություն ստանանք եւ դրանով միայն կարողանանք հաղթել թշնամուն։ Շնորհակալություն։ Սիրելիներ, երբեմն մարդ ուզում է խոսել, բայց չի խոսում, կամ իցավ, որ բառեր չունի խոսելու, կամ իցավ, որ ապրում է լռության խորքում, իրար վերակուտակված հիշողությունների մեջ։ Գիտեք, սա մի պատմություն է, արյունով կրված, ցավով լցված։ Պատմություն միացնի, որ ուզում էին ոչնչացնել, բայց չկարողացան։ Սա մի ողբերգական ու ցավոտ պատմություն է մի ժողովրդի, որ ուզում էին ոչնչացնել, բայց չկարողացան։ Ամեն անգամ խոսելով 1915 թվականի ապրիլի 24-ի մասին, սիրտս ճաքում է, բառերը դեռ չեմ կարող ես խոսել։ Գիտեք ինչու, որովհետև մորթեցի մի ժողովրդի։ Սիրելի ներկաներ, այսօր մեր բոլորի պարտքն է հիշել 1.5 միլիոնների մահը։ Սա մահ չէր, պարզապես այնպիսի մահ էր, որ սպանեցին, կոտորեցին։ Ես ուզում եմ պատմել, հիմա ես այստեղ եմ կանգնած եւ իմ ականջին է հասնում քամու հետ անմեղ զոհերի շունչը, նրանք ինձ ասում են մի լռիր, ինչպես լռեմ։ Ես պատմում եմ մառալ մոր մասին, ում աչքերի առաջ թուրքի սուրը գտրեց նրա որդու գլուխը։ Ես պատմում եմ Արարատ լեռան հետև թողած գյուղացու մասին, ով ընկավ մանգաղը ձեռքին առնաշահաղ։ Ես պատմում եմ Ջամփեզրին թողնված մանգան մասին, ով սառեց մոր կրծքին, առանց երբևէ իմանալու, որ իրեն մի օր սեր պիտի տային։ Գիտեք, ես լացում եմ ոչ թե թույլ լինել
լինելուց, ես լացում եմ ուժ գտնելուց, ուժ հիշելու, ուժ խոսելու, ուժ ապրել շարունակելու, 110 տարի անցել, բայց մեր ցավը չի մարել, այն ապրում է մեր հոգու մեջ, մեր այրան մեջ, մեր պատմության ամեն էջում։ Թող ոչ մի թուրքական ժխտում, ոչ մի միջազգային լռություն չկարողանա խլել մեզից մեր հիշողությունը, որովհետև հիշողությունն է մեր զենքը, մեր բգան, մեր վերաբրումը, մեր հողը չնայած մոխիրներին ծաղկեց, մեր ազգը չնայած ջարդերին կանգուն մնաց։ Հիմա ես այստեղ կանգնած եւ երդվում եմ, ովքեր ընկան լռության մեջ, նրանք հավերժ կապրեն մեր ձայնի մեջ։ Եկեք բոլորս մեկ րոպե լռենք եւ այդ լռության մեջ բոլորս մի ճիչ արտասանենք։ Մենք հիշում ենք եւ պահանջում ենք։ Շնորհակալություն։ Անմոռուկը հիշողության գլխիկ է։ Ապրիլի 24-ին մեր կրծքին հայտնվում է մի փոքրիկ, բայց հզոր խորհրդանիշ՝ անմոռուկը։ Այս ծաղիկը մեր հիշողության սիմվոլն է։ Նրա պարզությունը մաքրություն է, իսկ նրա անվանումը խոստում, չեմ մոռանա։ Անմոռուկը նաև ապագայի հույսի նշան է, որ մենք որպես սերունդ պարտավոր ենք հիշել, բարձրաձայնել և պահանջել։ Անմոռուկի 5 թերթիկները խորհրդանշում են հիշողություն, հարգանք, վերապրում, պայքար, վերածնունդ։ Անմոռուկը չի թառամում։ Դա նշանակում է, որ մեր հիշողությունը կենդանի է և մեր ժողովուրդը ապրում։
Սա ցույց է տալիս, որ ցեղասպանությանը չհաջողվեց ոչնչացնել մեզ։ Մենք վերածնվել ենք ու շարունակում ենք ապրել։ Սիրելի հայրենագիտներ, բանության մեջ կան օրեր, որոնք ցավի քարի շեմեր են դառնում։ Այսպիսի օր է ապրիլի 24-ը։ Այսօրը մեզ համար սուգ է, հիշողության, բայց նաև ուժի խորհրդանիշ։ 1915 թվական Օսմանյան կայսրությունը ծրագրեց եւ իրագործեց մի սարսափելի ոճիր, նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին իրից բնորանից։ 1.5 միլիոն անմեղ մարդ, մայրեր, հայրեր, երեխաներ տարապեցին, զոհվեցին, միայն նրա համար, որ հայ էին։ Բայց հայ ժողովուրդը չկործանվեց, նա վերապրեց, վերածնվեց իր մոխիրներից, ինչպես Փյունիկը։ Եվ այսօր, երբ մենք կանգնած ենք մեր հողի վրա, մեր լեզվով, մեր մշակույթով ու մեր վառ հիշողությամբ, սա արդեն հաղթանակ է։ Մենք հիշում ենք եղեռնը, որպեսզի այն երբեք չկրկնվի, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը, չջրջվում ժամանակի մրով։ Այսօր մենք չենք միայն լացում, մենք նաև խոսում ենք, որ աշխարհը լսի։ Մենք հիշում ենք եւ պահանջում, որովհետեւ հիշողությունը մեր զենքն է, իսկ արդարությունը մեր նպատակը։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական իրողություն էր, այլև միլիոնավոր մարդկանց անձնական ողբերգություն։ 1915-ի այն չարագույժ գարնանը հայ ժողովուրդը ոչնչացման եզրին կանգնեց, ենթարկվելով անասելի դաժանությունների, մահվան երթերի, սովի ու տառապանքի։ Նրանց աչքի առաջ մորթում էին իրենց հարազատներին, տները մնում էր լքված, իսկ սրտերում անպատմելի ցավ։ Մայրերը թողնում էին իրենց երեխաներին անապատի ավազաններում, եղբայրները բաժանվում էին հավերժ, իսկ տատերն ու պապերը թողնվում անթաղ, բայց այդ սարսափի մեջ հայ մարդը շարունակում էր արարել, շարունակում էր սիրել իր կորուսյալ հայրենիքը։ Օգնիր ինձ, օգնիր, եթե կարող ես, եթե սիրող ես, ցավը մարող ես, ինձ քաղաքական ապաստան դուր քո խաղաղ աչքերում, թող տարագրվեմ քո ջերմ շուրթերում, թող վտարանդի լինեմ քո կրծքին, հայրենադարձվեմ քո գիրկը կրկին, պոկիր իմ սրտից այս ծանր բեռը, հանիր եղեռնին նայող աչքերս, փակիր ճիչ լսող իմ ականջներս, բաց արա ցավից ցառած շուրթներս, երբ անհնար է, ցույց տուր հնարը, օգնիր ինձ տանել այս միջնադարը, օգնիր ինձ նոր ցավին դիմանալ, օգնիր քնել կամ լրիվ արթնանալ։ Կոտորած նանգոտ հայերը թողան, անամն արցավ շեքրի ղանարան, կրնոս ուրա և ախիշ տալան, Ռուբենյաս Րոպեներ Անգասարի
ապագայի մասին, որտեղ խաղավոր տարի շարունակ կերակրել էր իր զավակներին, վերածվել է գերեզմանի, Օսմանյան կայսրությունը ղեկավարելով վախի ու ատելության քաղաքականությամբ, որոշեց վերացնել հային իրենց հայրենիքից, ենթարկելով նրանց զանգվածային գոտորվածների ու տեղահանյութների, որտեղ մի օր մանկական ծիծաղ էր լսվում, հիմա լուր էր, միայն անապատի քամին ու չասած ապրած երազանքների արձագանքը, սակայն հայի ոգին երբեք չի լռում, ովքեր փրկվեցին կարողացան ուժ գտնել նոր կյանք կառուցելու համար, ցավը վերածվեց պայքարի, իսկ կորստի միջից ծնվեց նոր սկզբի հույսը։ Այսօր մենք ապրում ենք որպես անկախազգ, բայց մեր սրտերում չի սպիան այն վերքը, քանի դեռ աշխարհը չի ճանաչել մեր պատմության ճշմարտությունը։ 1915 թվական, ոչ միայն անցյալ, այլ բարդ կապագայի առաջ։ 1915 թվին անապատային ավազներում շենք, մեր կետերը նարյան տետաներ տվին ոտքով խումբ արխումբ, հակադրաբար քայլում են հոց քարավաններն, որոնց շարքերը նվազում են անվերջ գնալով, կես անապատի շոկից թալգացած, սոված, ուժասպար, հոգնած վիրավոր, ամիսներ անվերջ մահն աչքերի դեմ, ձգվում էր հայոց ողբերգությունն, Անատոլիայի ճանապարհներին ամենուր թողած կմախներ դիեշ, որ անկեղների գորշ հրախճանքի սեղաններն են անվերջ զարդարում։ դրված թուրքի բերանով։ Երից թուրքերի առաջին հոսքը եղավ Ադանա սկիզբ ու ազդանշան եղավ Եղեռնին, թուրքացնել, մորթել, գոտորել մեկ-մեկ, ջնջել մեկընդմիշտ Հայաստան բառը, բացայտորեն
Գիշերն ու կազմակերպված ջարդ էր սկսվել, բախտը տարյունոթվել, կախվել էր օդում, կնոջ հարգանդում մորթվող մանկան պես, Աստված ինչպես էր տեսնում ամենն այդ ու չէր կուրանում, կամ կտրում ձեռքը մանուկ մորթողի, դեր թփրտացող այդ գլուխներով, ասես կտակով զվարճացողի, խաղն ինչպես էր հանդուրժում, ինչպես չէր պատժում Տեր Աստված, ինչպես, երբ հանգստությամբ մի հրեշավոր, բարբարոսությամբ մի զարհուրելի, ծծկեր մանգանը ջուրն էին նետում, կամ թաղում հողում հենց մոր աչքի դեմ, երբ կազանությամբ մի անպատմելի, ձեր ու երեխա չէին հարցնում, աճուրդ էին հանում աղջիկներ, կամ բղծում, խեղում, մահով մի չեղած։ Հոտվածից հոտված, անցավ հարցն հայոց, վերջ, բնաջնջել, լուծել մեկն միշտ հայկական հարցը, սա հրաման էր, ծրագիր էր մեծ, Աբդուլ Համիդը քուրդ հավարարու ու թող խուժանի անօգտարու, մի հայասպան, ջարդ էր սկսել, անձնազոհաբար գրվող սասունը արնակամ ընկավ, սեր ու հասակի խտրություն չկար, մահ էր անխնա, հատկապես սերն է մարդում նարու, ըտուքում բորձակարեր, ամորձատվում էր մանուկը թոթով, հրեշ նարյան մեջ, ահագնանում էր, Զույգի ժեր էին աչքեր նրա, բեան կոչվածը խորոտ չէր, այլ փոզ, նա չէր հասկանում, խիղճ ու երեխա, կին ու ծերունի, չէր զանազանում, շտում, վանք ու տաճար, շեն ու բնաշխար, Ձերզոր լսվեց ողջ փոքականով հայ մամիկների, հայ արցիկների եւ բռնաբարված հայ աղջիկների դեռ այսօր լացող երկնար ճիչով ես ինչպես ճչամ, ես ինչպես առնեմ, ինչպես կազանի դեմքը նայբանեմ, ինչպես խուլ աշխարհ, տարիներ ծամով քարլարությունն այս հրեշավոր է, այս մտքից անգամ արյուս է սաչում, խելացնոր դառնում ագամա, ազգիմ, վերքերի դանդարմանելի, ինչ կեր հրաշքով դառնամ պատասխան Աշխարհի համար դու հարցելոսված մեզ համար բարք է որ տվեց Աստված մեր արյուն մեր հաղթանքը հարցած հայտում մեր պայքար շիտա քեզ
Ագել Գազան, անհակ Մորենի, ոչ, թուկն ավելի Գազան է իրավ, Սուլթան Համիդը, թուկն այդցոս կալի, մի ողջ ասկերավ, չադ անակուս էր Գազանն արնախում, սև ճարդեր էին Տրաբինզոնում, Մարաշում, Վանում, և հայաբնակ բոլոր վայրերում, մահ էր, գոդորած, ճարդ էր ու ավեր, մի տանթեական խարուկ էր վարել թուկն Ուրֆայում, հայեգեղեցին լծված հայերով թոնիր էր մի մեծ, 3000 հայ, կին ու երեխա, այր ու ձերունի, անզեն ու անզոր հրոջ արագում ճարժատում էին, ոնցերի լեզուն երկինք էր հառնել։ Ես ձեր դեմ կանգնած ոգին եմ հայի, որ միլիոն ու կես անմեղ զոհերի ճիչ վայնասունով ճչում է հիմա ու անվանարկում այն դահիճների անուններս է, որ անթաղ ձիեր թողեցին բազում և բազում կյանքեր թաղեցին ողջ, որ կոտորեցին անդամ առ անդամ, բռնաբարեցին, խեղեցին մեկ-մեկ, մամիկ ու հարսիկ, կին ու երեխա, ու դեռ լուսնածոց մատղաշ աղջիկներ, կոտորած էր մեծ մոր թերանխնա, Բորենների ողմակն ամենուր թափում լափում էր արյունահայի։
Աչքարերը արցունքներով կլվանա Աղաչում եմ կանչի թույլտուր դու դառնա Աղաչում եմ կանչի թույլտուր դու դառնա Հելի բարգա հասիպ շորերով Մորթվում եմ իցեղ, նախ կոտորեցին հայ արուներին, զինաթափելով խումբարկում նրանց, բանդեցին մտքի հայ մշակներին, հետո խեղեցին նրանց մեկ առ մեկ, հետնասավանող ու անձեմ մարդկանց, գաղթը սկսվեց, որ զանգվածային ոչնչացում էր, ու ճարդ էր միայն։ Թափանցեցին նրանք սուրը ձեռքին, խաղաղ վեշերը դարձավ հուզում, արցունք էր կաթում մայրերի սրտից, երկինքն էլ լալիս էր նրանց շուրջում, չխնայեցին ոչ մանուկ, ոչ ծեր, թափվեց հողին մի ազգի արմատ, բայց ին խաչքարեց համար ձայն։ Տարերից եկած, տարապատ տեսած, գազդ աշխարհում, որ հայ են կոչում։ Տարերից եկած, տարապատ տեսած, գազդ աշխարհում, որ հայ են կոչում։ Օտարությունը լավ բան չի, հայը հայոց հողում պիտի հանգչի, օտար հողեր, շենացվեք, մեր պապերի կյանքով պահած, սուրբ հողերը ում եք թողել հայեր, ձեր ու մանուկ կոտորվեցան, կամ էլ աշխարհովեցին, չորս բոլորը թշնամիներ ազգին, ներսունտական գերգազան, ինչ եք մտածում, հայեր, ձեր ու
համար, գարուներ, չեկած ամար, փուլ եկավ երկնակամար, ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի պես, գարունա, ձունը արեց, գետերը մեր երերման, հացեցին երակի պես, արունը չրազալեց, զորերը շիրիմ դարձան, վիհերը, գերեզմանոց, ջուրը մեր տունն ատարել, ամեն քար լուր մահարձան, ամեն տուն վարման հնոց, բնավեր հավք ենք դարել, ինչքան բար ողջը մրմունջ, ինչքան երկ ողջը լալով, զուլում է, զուլում լավ, սրի դեմ, թրի, հրի, լոգման գավ, լոգ պահում աջ, տնավեր, բնավեր լաջ, մեր հողը, մեր հայրենի, մեր երկիրն ամայացավ, սև հակիր, սև սիրտ մարե, հինավուր ստողմիկ միած, չմերավ, այ մահացավ, գարունա, ձունա արել։ Գարուներ ամար եկավ, ծակ հանդեց ծորում կակավ, իսկ հայրը զրկվեց իր ծակից, իր պորտկան սոնրի տակից, իր մորից, հորից, յարից, իր բնից ու աշխարից, գարունա, ձունա արել։ Ախ, ինչպես, ոնց մորանալ, արհավիրքն այն օրերի, աշխարհքում ով մորանա, ջուղթ աչքով թող քորանա։ Գարն արած հովիվ նախրորդ, ետ չեգանցալ ծորերից, կեսօրին էլ ով երկեր, սարերը հով չեն անում, իմ դարդին դարմանն անում։ Զվոր արտում մարդվեց իր ձերքի սուրման կաղով, խեղճ հարսը էլ ոնց երկեր, քաղբորին հաց եմ բերում, բերանա բաց եմ բերում։ Զգնորսը վանա ծովում, չփրկվեց ճարպիկ լողով, աղջիկ զուր էր կանչում, իմ ձամթել դամ լողորչում։ Երկրի մեջ մարդ չմնաց, մարդ թաղեր մարդու նման, աղ, մնար մեկը գոնե ու կանչել, դլեի ամար։
թողացուն իր սայլը դագաղ դարձավ այլուրը արնոտ պատան մայրն ընկավ կուրծքը թողած իր թմբլիկ մանկան բերնում կրծքի տեղը ցից խրելով խեղտեցին մինուջարին տատը ընկավ ձեռքը մեկնած կչկչան հավի թարին իր հիվան թորան համար խորոդիկ ջուդ էր բռնում կալի մեջ պապիկն ընկավ իր ոսկե թեղն էր երնում որպեսզի տուրքը թուրքին օր առած շուտ վճարի ով ծաղիկ հաց էր թխում խորովեց թանրի ծխում ով հասել ուխտադեղին վառել է մոմը տեղին մոմի դեմի չել է ծուներ ու հայցում է ասուն որ բաշխի մի լաջ տղա իր արյամբ մոմը մարեց չավարտված դեր քեզ մեղան գարունը զունը արել Խոսեցին ու ջնջեցին, հատեցին հաստ ու բարակ, հոշեցին ու տանջեցին, փշրեցին, տվին կրակ, վաթեցին այրյուն արցունք, ներգեցին ձոր ու բարձունք, քանդեցին երկինք մի լուրջ, մորթեցին մի ժողովուրդ, հացառատ մի ողջ աշխարհ, սարքեցին փշրանք նշխար, սուրբ նշխար շամ բերանում, ուզեցին մի հայ թողնել, եւ այն էլ թանգարանում, գարունա, ձունը արել։ հողը դողած, երկինքը ողբաց արյան հոսքը, տուներն անտեր մոխիր դարձան, ճանապարհներ լցեցին լռությամբ, մայրերն օրտեցին վերջին անգամ, բայց զավակները չդարձան երբեք, քարերն հիշում են ցավոտ անուններ, ծիրանենիներն էլ լուռ են մնացել, հողն է միայն խոսում նրանց մասին, որոնք գնացին չտենալով գարուն, բայց հույսը ապրեց ավերակների մեջ, ծիլ տվեց նորից վառվող կրակը, ազգս վեր կացավ մոխիրների տակից, արծվի նման թևերը բացեց, մենք չենք լռի, չենք մոռանա, արյան հիշողությունը վառ կմնա, և աշխարհի քամիները թող իմանան, հայը ապրում է, հայը կանգուն է։ Արյունոտ ճամփաներ, խոցված հողեր, մարերի լասն է խուլ ընջում տեր, արևն էլ ամբերը մարեց հշտով, որդիներ չկան, որ դուն կան նորից։ Տխուր էր օրը, թեև կարարև, բայց հայն պայծառ չէ, ասես արևն էլ ուզում էր փախչել, որ այդ չարորբան վգան չլիներ, արևն ուզում էր մարել այդ պահին,
որ էլ չտեսնի մարդու չար ոգի, մարդու չար ոգին, որ մարդ է սպանում, եւ զոհի դիագը մասնատում, ծաղրում, եւ ուզում այնպես անգուշտ ծիծաղել, կարծես թե մարդ չէր նրա ծնողը, կարծես թե նրան գեհենն է վիժել, կարծես թե ներն էր նրան բահողը, իսկ ինչու կարծես, նման մարդկանցով հարուստ թուրքերը, հորդաներով իրենց մտան Հայաստան, եւ թուրք կոչեցյա շան թերմասները ուզեցին սարքել հայքը գերեզման, որտեղ պետք է որ հանգչեին հայերը, որտեղ պետք է որ էլ հայ չմնար։ Արաքսի ջրերը արցունքով լցվեցին, մութ գիշերներում հույսեր մարեցին, դատարկ տներն լռություն խեղդեց, որդին մայրի վերջի խոսքը չասեց, բայց ցավի միջից ծաղիկներ բույսեցին, հույսի ժրագները վեր խառնեցին, ապրող հիշողություն ամմեր կմնա, հայ ազգի ոգին երբեք չի ընկնի։
կարմրեցին արյամբ, արևն արնագույն իջավ մթան մեջ, որպեսզի ճեղքված որբերիցից, աչքերում սարսափ սև սուքը սրտում, թափառեց
Կանանց ազգը զանոթևան մերկ, և երկրից երկիր վտարված հոգնած, բանդուխտից սուպով քայլեց անվերջ, դարնի վար հոսեց արնոտ մեր ճամփան, քայլում էին երկար հույսով անխոս, ու թվում էր մեզ ցեցակող այրև, չի լուսավորի մեր շիր մնանորս, բայց ցավի միջից խավարի խորքից, լույսն է արկածում հույսի հավատի, ու հայի հոգին թեև դարալից, մեռնել չի կարող, պիտի հարադեվի։ Արյունոտ եղավ ապրիլը մութ, հաղաղակեցին միշտ ու ցավ, մեր հողը լացվեց կսկիծով լուր, բայց մնացինք միշտ անկում ձայն, հիշում ենք դեռ չենք մոռանա, մեր նախնիների ոգին վառ է, տարեր կանցնեն բայց Հայաստան, կմնա հավերժ կանգուն պայծառ։ Հայոց երկինքը մթնեց ցավից, արյունով լցվեց մեր սուրբ հողը, բայց անմեռ մնաց հայի հոգին, ոչ մի քամի չմարեց կրակը, հիշում ենք, հիշելու ենք միշտ, մեր սուրբ նահատակների ձայնով, վերածնվեց ազգս ոխիներից, հայը կանգուն է Հավիտյանը։ Հասատից լսում եմ պապերի սայնը, կարծես անանք մեջ լացում են մեր մամուկները, ինչու սիրտաս համեշ տախում, երբ մանում եմ մենակ ու տարտում, Անմեղ հայացներ օգնության էին սպասում, նրանց սրտերից արյուն է հոսում, չի չորացել դեռ ոչ մի արյուն, վրեժ է դարձել ու մի պատմություն, դժվար է հիշել, բայց չենք մոռացել, թուրքերի համար հայոց եղեղնը մեծ բեռ է դարձել, պատժվելու եք վայրենի թուրքեր, միլիոն ու կես մեղքերի համար, թեկուզ եւ ասնի շատ ու շատ տարեր, հայացքը պայքար է մղելու համար։
մոռանում, մենք չենք լռում, մենք խոսում ենք հանուն նրանց, ում ձայնը միշտ լռեցվեց անապատներում, մենք պարզասում ենք մեր ձայնը հանուն արդարության, ոչ թե անցյալի համար, այլ ապագայի, որ ոչ միացք չդառնա ցեղասպանության ցեղ։ Սպանեցին, մորթեցին, ողջ այրեցին, միլիոն հայության մորթազեր ծարին, փորձեցին ջնջել, չկարողացան, փորձեցին սպանել, ավաղ սպանեցին, բայց չկորցրին մեր արմատները, մեր սուրբ հողերը արյունով ներկին, մեր սպիտակ կյանքը մրով ծածկեցին, ատեցիք դուք մեզ, զրկանք տվեցիք, սպանեցիք, տարաք, հողմաձե ծարիք, բայց մենք չմեռանք, ցիրուցան չեղանք, ապրեցինք հավետ, շնչեցինք ընդմիշտ, ծնվեցինք մի օր, բայց չմահացանք, այլ անմահացանք։ Գիշեր ցերեկ, նու երդնի մնամ, ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երկից, ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ, քել է լավ, քել է երտանք մերերգիր, արնոտել է ոտքը ճամփիս քարքարոտ, մանգաղն ուսած, գաղթի, մախաղը մեջքից, դեռ քայլում է սարով, ձորով, աշխարով, քել է լավ, քել է երտանք մերերգիր, աչքերի մեջ համար մի ուխտու հարցում, ու մի զարմանք, խեղճ մի զարմանք ամենի, հարցնում է իրեն վախտին ասում, իմալ կեղն է, իմալ չերտանք մերերգիր, իրիշ կորն է, թե կասապման ու կավեջ, իրիշ կորն է, թե կառումպեր ու հատիր, հողի հոգում, մի ամիտ կաշն իր մեջ, իմալ կեղն է, իմալ չերտանք մերերգիր, Թե երազ կամ թե ճիշտ աչքերիս մեջ արցունքներ կարոտներ, որ կտանջեր, հոգուս կանչը հուշերիս մեջ, ճանապար քարավանիս ռույսը բացեք, զարթնիր լավ, ռույսը բացվեց շող մարևի, մշուշի մեջ մի ձայն լսվեց, կաթնախփյուրի ջուրը խմեմ, բացվեք, ամպեր ու հեռացեք, կարոտեմ ես աղին հացին, կարոտում եմ հողին ու ջրին։
էր հայի մանուկների դուռը, որքան հազարավոր արյուն ու զոհ չի հանգչում հոգիներում այդ լուրը, հողի տակ լուր լաց է հնչում, թշնամու ձեռքով խեղդված ճչում, և նրանք ովքեր չեն ողջացել, տեսնում են մեր աչքերում այն տառապանքը, եղերնը չի մոռացվում երբեք, անվերջ հիշողություն մնաց ու մնալու է, դեռ վառվում է այն հրաշքը, որ չի մարել, նույն հիշողությունը մեզ չի թողնում մենակ, արյունով կնքված մեր պատմությունն է, հիշողությամբ սրբված մեր ժողովուրդը, և յուրաքանչյուր դառը, բառը կամ ցավը նվիրում ենք անմեղ զոհերին, մեր հայերին։ Ետ վերադարձրեք մեր երազները, կործված անհույսի մորթված ազգի պատարակները, մարդկային խղճի լեզվով հնչեցրեք և ապաշխարեք, անտարբերություն, մոլորություն, դատավարության օրը գալիս է, մոմերը պատրաստեք, ձեր սգեմահակ մեղքերի համար։ Ծխեց եկիրը գրակով, այրան կետեր հոսեցին, ցավով կրվեց մեր ազգի, այս ամենամութ պատմությունը հիշում ենք, պահանջում ենք, բայց չմարվեց մեր հույսի լույսը, չխամրեց հոգու կոծը, մենք կանգնած ենք հիշողությամբ ու պահանջելով արդարություն, հիշում ենք, պահանջում ենք։
պես ոնց մոռանալ արհավիրն այն օրերի, աշխարհում ով մոռանա, ճուղտ աչքով թող քորանա, թե ինչպես են մորը մորթում, մանգան գլխի խաչ են հանում, մանուկը դեռ չծնված, թուրքի թերին քնած մնաց։ հայրենիքի պատմությունը, գնացեք և գրեք մեր հայրենիքի պատմությունը։ Hadi lan
Thank you.